Բարի երեկո, սիրելի հետևորդներ, սկսում ենք մեր հերթական լայվը հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի Facebook-յան էջից։ Իհարկե, մի քիչ հերթական ասել է այդքան էլ ճիշտ չի, որովհետև նախորդը չեղավ մեր լայվը։ Ես ճանապարհին էի Լոս Անջելեսից վերադառնում էի Երևան, հիշում եք այնտեղ այցելել էի եւ մենք շատ հետաքրքիր լայվ ունեցանք Արմավ կենտրոնում։ Հիմա վերադարձել ենք Երևան եւ Երևանում այսօր խոսելու ենք մի շատ հետաքրքիր թեմայի մասին, որը մի քիչ տարբերվում է մեր մինչ այս եղած թեմաներին, բայց քանի որ Լոս Անջելեսից լայվ արեցինք, հիմա պետքա նաեւ Երևանում մի քիչ տարբերվող թեմաներից էլ անենք։ Թեման վերաբերում է հասարակական հանրային տարածքներին։ Երբ առաջի անգամ պարոն Անդինյանը, ով մեր հյուրն է, եւ ես ուրախ եմ ձեզ ողջունել, պարոն Անդինյան, ով հանրային կառավարման մասնագետ է եւ առաջիկայում ամենայն հավանականությամբ իր ատենախոսությունը կպաշտպանի այս թեմայով, ինձ համար մի քիչ անհասկանալի է, հանրային տարածքի չորտես դիպարնենք մենք իր վրա կարևորենք, ուշադրություն դարձնենք, որովհետև մի տեսակ մեզ մոտ այդ հանրային տարածքները այդքան էլ չեն կարևորվում։ Բայց երբ որ մի քիչ խոսեցինք, ես հասկացա, որ ոչ միայն այդ հանրային տարածքները կարևորություն ունեն պետություն, հասարակություն եւ այլն, որոնք իհարկե շատ կարևոր, բայց նաեւ առողջապահական մեծ նշանակություն ունեն։ Ինչպիսին այդ հանրային տարածքները ինչքանով են նպաստում մարդկանց առողջ կյանքին, առողջ կենսակերպին եւ ավելին, ինչպես են նպաստում մարդկանց հոգեկան առողջության պահպանմանը, բարելավմանը, թե խաթարում են մարդկանց հոգեկան առողջությունը։ Եվ պատկերացնենք, որ եթե մեր տարածքում ինչ-որ շատ տգեղ է, կեղտոտ է, լավ չի, որևէ մեկը այդ տարածքով անցնելուց չի կարող իրեն լավ զգալ։ Ինչ ենք մենք կապում իրար հանրային առողջությունը եւ հանրային հոգեկան առողջությունը, որովհետեւ ինչպես մարդու համար, այնպես էլ հասարակության համար առողջությունը չափազանց կարևոր բարձրագույն բաղադրիչ է իր կյանքի համար։ Իսկ հոգեկան առողջությունը ինքը գտնվում է դրա վերին մակարդակում, որտեղ ինչպես ժամանակին Քրիստոսն էր ասում, ումա պետք որ դու երկու աչք ունենաս կամ երկու ձեռք ունենաս, բայց չմտնես երկնային արքայություն, այսինքն եթե դու ֆիզիկապես առողջ ես, սակայն հոգեկան անառողջ է եւ ունես խանգարում, այդ ամբողջ առողջությունը ոչ մեկի պետք չի։ Իսկ այդ առողջության վրա ազդող ցանկացած գործոնը պետքա լինի քննարկման առարկա, պետքա ունենա մասնագետներ, որոնք մեզ կօգնեն, թե ինչպես վարվենք այդ տարածքների հետ, որպեսզի պահպանենք մեր առողջությունը եւ այդ թվում նաեւ հոգեկան առողջությունը, կամ գոնե չվնասենք մեր առողջությանը եւ հոգեկան առողջությանը։ Սրանք բոլորը իրար հետ փոխկապակցված են եւ կխնդրենք պարոն Անդինյան, մի փոքր ներկայացրեք այդ հանրային տարածքների մասին։ Հիմնական մեր հետևորդները հաշվի առնենք, որ շարքային մարդիկ են, մեզ նման սովորական մարդիկ են, իհարկե մենք էլ ենք սովորական, մի քիչ ուղղակի որոշ բաներ ավելի շատ ենք կարդացել եւ ուսումնասիրել։ Համեցեք։ Շնորհակալ եմ հրավերի համար եւ թեմայի հանդեպ հետաքրքրության համար։ Իրապես հանրային տարածքները քաղաքակրթական անկյունաքարային կարելի ասել հասկացություններից են եւ վերջերս նաեւ հասարակագիտական տարբեր դիսցիպլիններում նույն հանրային տարածքների հետ կապված այսպես շատ լայն դիսկուրս կա։ Հանրային տարածք ասելով մենք կարող ենք եւ ներ իմաստով հասկանանք այն ֆիզիկական տարածքը, ընդհանուր տարածքը բոլորիս համար, որում մենք ապրում ենք, եւ նաեւ հանրային տարածք ավելի լայն առումով, հանրային արժեքի, հանրային բարիքի առումով։ Ինչու եմ լայն առումով նաեւ ընդգծում, որովհետեւ հանրային առողջության հետ կապելու իմաստով, հանրային առողջությունն ապահովելու իմաստով մենք հենց գործ ունենք հանրային տարածքների ավելի լայն ընկալման հետ իբրև հանրային բարիք, որովհետեւ հանրային առողջությունը ինքնին հանրային բարիք է եւ սկզբում դուք նշեցիք, որ առողջությունը ինչ կարեւոր է, գերմանացի փիլիսոփա Շոպենհաուերի խոսքերը հիշեցի, որ առողջությունը դեռ ամեն ինչ չէ, բայց ամեն ինչը ոչինչ է, երբ չկա առողջություն։ Այնպես որ հանրային բարիքի հանդեպ հոգացության, ուշադրության եւ վերաբերմունքի առումով բացառիկ կարեւոր է սա նույն հանրային առողջության եւ մասնավորապես հանրային հոգեկան առողջության
ուրեմն խնդիրներն ապահովելու համար։ Տեսեք, հանրային տարածքի խնդիրը մենք դիտարկում ենք ֆիզիկական մասնավոր տարածքներից դուրս գտնվող ֆիզիկական տարածությունները, որտեղ մարդիկ ապրում են, որտեղ համակեցություն է ըստ էության։ Երբ որ մենք խոսում ենք մարդկային քաղաքակրթության ծագման մասին, ըստ էության մենք պիտի արձանագրենք, որ պահից սկսած, որ երկու հոգի պայմանավորվեցին ունենալ ընդհանուր ինչ-որ բան, դա կլինի նախամարդու օրինակով այն քարանձավը, որում նրանք ապրում էին, կամ ընդհանուր որսը, որ նրանք ջանք են գործադրում երկուսով միավորելով իրենց ուժերը, իրենց ընդհանուր որևէ գործ անելով, այդ պահից սկսած հենց հանրայինի զգացողությունը կամ հանրայինի գիտակցությունը մտավ քաղաքակրթական այդ տիրույթ, այդ դաշտ։ Եվ երբ որ մենք խոսում ենք մարդկային համակեցության մասին արդեն ժամանակակից քաղաքակիրթ աշխարհում, մենք պետք է արձանագրենք, որ չկա որևէ համակեցություն առանց հանրային ընդհանուր բարիքի գիտակցության։ Այսինքն ցանկացած խումբ, մարդկանց հանրույթ, կոլեկտիվ, ընտանիք, հա, այդ թվում նաև ավելի մեծ մասշտաբներով ժողովուրդ, ազգ եւ ի վերջո պետություն, որպես այդ ազգի կազմակերպող ինստիտուտ, հանրային արժեքի, հանրային տարածքի, հանրային բարիքի խնդիրն է առաջնային համարում, որի հիման վրա կառուցում է արդեն իր համակեցությունը։ Հիմա այստեղ հանրային առողջության խնդիրը ինչով է կարևոր, ինչով է կապվում հանրային այդ նույն բարիքի, հանրային արժեքի հետ։ Մենք հստակ ենք գիտակցումը, որ հանրային առողջությունից է բխում մեր յուրաքանչյուրի առանձին, յուրաքանչյուր անհատի առողջությունը եւ հանրային առողջության պահպանման նկատմամբ յուրաքանչյուրիս հոգացությունը բերում է ընդհանուր առողջ վիճակի հանրության շրջանում, սա է հենց այն հիմնական կապողողակը հանրային բարիքի եւ հանրային առողջության։ Տեսեք, երբ որ մենք ասում ենք պետությունը ինչ է, պետությունը կազմակերպայրավական ինստիտուտն է, որը այդ հանրությունը կազմակերպում է, հանրային կյանքն է կազմակերպում։ Այս բaragային բնական է, որ պետությունը պիտի նաև հոգ տանի այդ հանրային առողջության մասին, եւ պետությունը ստեղծի ինստիտուտներ, հանրային առողջության պահպանման ինստիտուտներ, արժևորելով այդ հանրային առողջությունը որպես հանրային արժեք, որպես հանրային բարիք։ Այս ընդհանուր էսպես, հա, ներկայացման, եթե ավելի մանրամասնենք, խնդրեմ, եթե չէ, բավարար է, անցնենք արդեն փորձենք կապել այս հանրային տարածքի գիտակցությունը, ինչպես դուք եք ասում, գնահատելը, զուգահեռներ անցկացնենք հանրային առողջության, ինչպես նաև յուրաքանչյուր անհատի առողջության, որտեղ որ հանրային տարածքը, հանրային առողջությունը լավ ինձ ինչ դրանից, բայց երբ որ դրա արդյունքում իմ առողջությունն է խաթարվում, դրա արդյունքում իմ հոգեկան առողջությունն է խաթարվում, ես արդեն չեմ կարողանում իմ պարտականությունները ընտանիքի, հասարակության, պետության առաջ կատարել, արդեն խնդիր է սկսում առաջանալ։ Այդ նույն հասարակական տարածքները ինչ վիճակում կգտնվեն, ինչպիսին կլինի վերաբերմունքը մարդկանց պետության կողմից, կխնդրեմ այս կապը փոքր ներկայացնել։ Այստեղ էլ մենք հետաքրքիր էլի նեղ եւ լայն իմաստով կարող ենք հանրային տարածքների մասին խոսել։ Ուղիղ իմաստով հանրային տարածքի այն ֆիզիկական տարածության բարեկարգ, բարեկեցիկ, հիվանդություններից զերծ, սանիտարահիգիենիկ վիճակին համապատասխան պահելու խնդիրը ուղղակիորեն կապված է մեր հանրային առողջության հետ։ Այսինքն ինչպիսի տարածքում ենք մենք գտնվում, ինչպես ենք ապահովում մենք այդ ընդհանուր օգտագործման տարածքի, հա, տեսեք, մեր հանրության մեջ մի այսպես արմատավորված վատ երևույթ կա, մեր բնակարանից դուրս այսպես աղբը ամենուրեք է, հա, մենք խնդիր ունենք հանրային տարածքի հանդեպ մեր սեփական տարածքի նույնության վերաբերմունքի կամ այսպես մշակույթի ձևավորման, ինչպես մենք վերաբերում ենք մեր անձնական տարածքին, մեր բնակարանին, մեր տանը իր մաքրության, կոկիկության, բարեկարգության ասպեկտներով, այնպես էլ մենք պետք է վերաբերվենք հանրային տարածքներին։ Հանրային տարածքները այն տարածքներ են, որտեղ բոլորս ենք գտնվում եւ չի կարող այսպես ստերիլ լինի մարդու այսպես անձնական տարածքը, եթե նույն ձև ստերիլ չէ կամ նույն ձև ապահով չէ, նույն ձև անվտանգ չէ եւ առողջապահական իմաստով անվտանգ եւ այլ իմաստներով այն հանրային տարածքները, որում մենք գտնվում ենք։ Հիմա
հանրային տարածք է, փողոցը, բակը, ամեն ինչը որ որևէ մեկի սեփականությունը չի։ Մենք փողոցով քայլում ենք եւ տեսնում ենք դիտահորից կոյուղաջուրը հոսում է։ Եթե մեր տունը վերևի հարևանը ջուր լցնի, կդառնա պատմություն, խնդիր եւ այլն, կամ փողոցի շուրջ փաթու կամ թռչունական բուկա, սատկած ընկած։ Ինչ ենք անում մենք եւ այդ վերաբերմունքը դրա նկատմամբ նույնն է, ինչ որ մեր առողջության նկատմամբ, որովհետեւ ինքը կապվում է արդեն այդտեղի հետ կապված խնդիրը արդեն կտարածվի դեպի երեխաները կգնան, ձեր կտան կխաղան այդ զզվելի բաների հետ, տեղից բխող հետևանքներ։ Ես դրացնեմ ձեր ասածը նույն թափառողջների հետ կապված։ Այս խնդիրը բազմիցս քննարկվել է տարբեր ասպեկտներով։ Ես ինքս կենթանասեր եմ եւ նաեւ մասնագիտությամբ առաջին կենսաֆիզիկոս եմ, բնություն շատ եմ սիրում, այդ թվում կենթանիներ, բայց կարծում եմ, որ կենթանիների խնամքը եւ կենթաների հանդեպ վերաբերմունքը պիտի ուղղակի կապ ունենա առողջության եւ անվտանգության հետ։ Օրինակ ինձ համար շատ էսպես տհաճ է եւ ոչ ճիշտ եմ համարում տեսնելը, որ թափառող շները գալիս են, բարձրանում են եւ պուլպուլակից սկսում են ջուր խմել։ Այն նույն պուլպուլակից, որը գտնվում է դպրոցի հարևանությամբ եւ 15 րոպե հետո երեխաները պիտի դասից դուրս գան եւ այդ նույն պուլպուլակից օգտվեն, հա, ջուր խմեն։ Այսինքն մենք այստեղ շատ հստակ խնդիր ունենք, էլի, հիգիենայի, առողջության եւ հասարակական կարգի նաեւ, հա, ճիշտ ապահովման հետ։ Այդ ձեր նշած օրինակները ինչ ենք մենք անում, երբ տեսնում ենք կոյուղաջրեր կամ սատկած կենդաններ, որպես կանոն ոչինչ չենք անում, բայց պիտի անենք։ Այո, պիտի զանգել անպատասխան տեղ, որպեսզի պատկան մարմինները գան եւ այդ խնդիրը վերացնեն։ Հանրային տարածքի եւ հանրային առողջության կապը ամենացայտուն օրինակով երևաց կոവിഡ്ի ժամանակ։ Այդ կարգախոսը մնատանը փրկիր կյանք էր, հա, այսինքն ինքը այդ կարգախոսի իր մեջ պարունակում էր հենց այդ հանրային պատասխանատվությունը, որը հիվանդ կոവിഡ്ով հիվանդ մարդը պիտի ունենար այլոց չվարակելու, հիվանդություն չտարածելու հետ կապված։ Այստեղ շատ հստակ ուրվագծվում է, որ մարդը իր սեփական այսպես նեղ անձնական շահը, որ պիտի այդ պահին ինքը կարիք ունի տանից դուրս գալու ինչ-որ մի խնդրով կամ ինչ-որ գնում անելով, չիրականացնել զսպել իրեն, որպեսզի վարակի տարածմանը չնպաստեր։ Այդ համաճարակային իրավիճակները շատ հստակ ցույց տվեցին, թե ինչքան կարևոր է հանրային պատասխանատվությունը հանրային առողջության պահպանման համար։ Այնպես որ կարծես մենք ինչ-որ մի փուլով անցանք այդ ուրեմն բանի միջով, կարծես հասարակությունը որոշակի հմտություններ, կարողություններ այդ առումով եւ մշակույթ, առողջության մշակույթ կարծես ձեռք բերեց, բայց դեռ կարծում եմ անբավարար է այս առումով հանրային տարածքների, հանրային ուրեմն բարիքի արժեքի նկատմամբ հոգացության եւ ճիշտ մշակույթի ձևավորման դեռ կարծում եմ ճանապարհ կա։ Շնորհակալություն։ Հիմա մի փոքր այս հարցի մասին խոսենք։ Պետությունը պարտավորություններ ունի մարդկանց առողջության պահպանման, այդ թվում է հոգեկան առողջության պահպանման, շուտով մենք կընդունենք նույն եթե Աստված կամենա հոգեկան առողջության մասին նոր օրենք, որտեղ ավելի շատ պարտականություններ կլինեն պետության վրա։ Հիմա ինչ պարտականություններ ունի պետությունը այդ հանրային տարածքների նկատմամբ, որ դրանց ինչ վիճակներ պետքա լինի, արդյոք ինչ ուզեն այդ հանրային տարածքներում կանեն, թե պետքա թույլտվություններ լինի։ Բերում ենք աղբլցնում ենք իշոր հանրային տարածքում, կամ լուսամուտից շպրտում ենք ծխախոտի մնացորդը, դա էլի գոնե մի քիչ զուտ էսթետիկական բան է, հիգիենայի հետ այդքան էլ կապ չի, բայց բազմաթիվ բաներ կա, որոնք մարդկանց առողջությունն է խաթարում, այդ թվում է հոգեկանը։ Եթե մենք քայլում ենք աղբակույտերի կողքով, բարձր նույն հոգեվիճակը չենք ունենի, ինչ որ գեղեցիկ ծաղկանոցների կողքով ենք քայլում։ Պետությունը հանրային տարածքների պահպանության, դրանց նպատակային եւ ճիշտ օգտագործման հետ կապված ունի ուղղակի պարտականություններ։ Այստեղ պետություն ասելով հասկանում ենք առաջին հերթին տեղական իշխանությունները, որովհետեւ որպես կանոն հանրային տարածքները, այդ բակերը, այգիները, պուրակները, խաղահրապարակները, այն տարածքները, որոնք հանրության համար օգտագործվում են որպես հանգստի, որպես վարժանքի նաեւ վայրեր, եթե դրանք մասնավոր չեն, եթե որևէ կազմակերպությանը չեն պատկանում կամ հանձնված չեն այդ կազմակերպության օգտագործմանը, ես դրա մասին էլ հիմա կասեմ, այդ տարածքների
պատշաճ պահպանումը, սանիտարահիգիենիկ պայմաններին դրանց համապատասխանումը, դրանց նպատակային, ուզում եմ շեշտել, նպատակային օգտագործումը, որովհետև եթե տարածքը քարտեզագրման, գոտիավորման, քաղաքաշինության օրենսդրությամբ սահմանված է իբրև զբոսայգի կամ իբրև պուրակ կամ իբրև այգի, այն պիտի օգտագործի միայն եւ բացառապես այդ նպատակներով։ Սա ուղղակի պարտականությունը տեղական իշխանություններին է, տեղական ինքնակառավարման մարմիններին է, եւ այս պարագայում թիմերը պիտի պատշաճորեն իրականացնեն այդ լիազորությունը, այդ պարտականությունները։ Այս առումով նաեւ համայնքի բնակիչները ունեն իրավունքներ պահանջելու տեղական իշխանություններից կատարելու իրենց ուրեմն պարտականությունները։ Այսինքն կան շահագրգիռ խմբեր, քաղաքացիները իրավասու են ավականու նիստերին մասնակցության միջոցով, հատուկ ուրեմն դիմումների միջոցով, հանրագրերի միջոցով, պետիցիաների միջոցով պահանջելու տեղական իշխանություններից կատարելու պատշաճ իրենց պարտականությունները, այդ թվում նաև հենց սանիտարահիգիենիկ վիճակի պահպանման առումներով։ Ինչ վերաբերում է պետության ավելի մեծ, ավելի գլոբալ մասշտաբով պետության պարտականություններին, կա քաղաքաշինության մասին օրենք եւ կան գոտիավորումներ, որոնք սահմանվում են արդեն օրենսդրությամբ սահմանվում են եւ այստեղ արդեն հանրային տարածքները կամ հանրային նշանակության տարածքները շատ հստակ ունեն նպատակային նշանակություն, որը ելի պետության պարտականությունն է դրանց պատշաճ պահպանության, օգտագործման եւ ըստ նպատակային նշանակության դրանց կիրառման համար։ Շատ լավ, այսինքն հանրային տարածքի տերը հանրությունն է, մեզանից յուրաքանչյուրը տերն է այն տարածքի, որը մեր բնակարանը չի եւ որևէ մեկին սեփականություն որպես հանձնված չի։ Եթե մենք գնում ենք որևէ շուտ առևտրային օբյեկտ եւ այնտեղ շուտ անկարգություն, ոչ հիգիենիկ պայմաններ ա լինում, մենք անպայման դիմում ենք այդ կազմակերպության ղեկավարին, ասում ենք, անկարգությունը վերացրեք ձեր։ Բայց երբ որ մենք տեսնում ենք փողոցում ինչ-որ ոչ պատշաճ վիճակ, հիմնականում կողքով անցնում ենք, քանի որ չենք պատկերացնում, որ դա էլ է մերը։ Դասում թող քաղաքապետարանը մտածի, սա մտածի, նա մտածի, ինքը էլի մտածում է, բայց պետք է իմանա այդ պահանջատերը, այո, եթե մենք չենք ներկայացնում, անգամ տանը, եթե մենք խնդիր ենք ունենում, դիմում ենք չէ իրար, ասում ենք մի հատ էս բանը իմ համար արա երեխային ամուսնում, կնոջը, ծնողի եւ այլն։ Նույն ձևի, եթե ձեր տարածքում, մեր տարածքում մենք տեսնում ենք խնդիր, անպայման պետք է ասենք պատասխանատու, եթե կոյուղաջուրա զանգում ենք վիոլա ջուրանտ, որում ասեն բոլոր զանգերին պատասխանում են, եթե չեն էլ պատասխանում ձայնային հաղորդագրություն է թողում, հետ են զանգում եւ խնդիրները հիմնականում վերացնում են։ Զանգում ենք քաղաքապետարան 105, զանգերի մեծ մասին պատասխանում են, եթե չեն էլ պատասխանում, ձայնային հաղորդագրություն թողում ենք, հետո զանգում են։ Ես ինչքան զանգել եմ, կլինի դիտավոր, կլինի սատկած կենդանի, կլինի որևէ խնդիր, անպայման եղել է արձագանք եւ խնդիրը լուծվել է։ Բայց շատ ընկերներ որ ասում ես 3 օրած տեղից այս ջուրը հոսում է, ոչ մեկ տիրություն չի անում։ Ով տիրություն անի։ Հա չեք զանգել, հետո այս զանգեցի մյուս օր արդեն խնդիրը չկա։ Այսինքն հանրային տարածքը, ինչպես եւ ձեր բնակարանը, համարեք ձեր սեփականությունը, ոչ թե այդտեղ բուտկա դնեք, այլ որպեսզի եթե կա խնդիր, դիմեք համապատասխան տեղին, եթե ձեր մի տեղը ցավում է, գնում եք բժշկի, չէ, դիմում եք այն կառույցին, ով դրա համար պատասխանատու է։ Եթե ձեր հոգեկան առողջության խնդիր եք ունենում, դիմում եք հոգեբաններին, հոգեբուժներին, նույն ձևի, երբ որ ամեն առավոտ ինչ-որ խնդիր եք տեսնում, որը հանրային տարածքում է եւ ազդում է ձեր վրա, հետո դուք էլ գնում եք ձեր գործընկերների, ձեր հարազատների վրա եք սկսում ազդել, ապա ահազանգեք այդ հարցերով եւ գործնականում խնդիրները լուծվում են, ուղղակի փոխանակ գործողություն կատարելու մենք գանգատվում ենք։ Նույնն ասում մի տեղը ցավա, ասա ձեռս ցավում է, կոկոչս ցավում է, չեն սարքում ես ձեռքից, չեն ինձ բուժում, ով պետք է բուժի, պետք է գնաս եւ դիմես։ Եվ ինչպես բժշկին դիմում ենք, եթե բավարարված չենք լինում, ուրիշ բժշկի մոտ ենք գնում կամ շուտ դժգոհություն ենք արտահայտում, գնում ենք իր վերադասին ենք ասում, նույն ձևի այս դեպքում պետք է լինի։ Եթե սենց սկսենք մտածել, շատ արդյունավետ կլինի եւ առողջության եւ հանրային տարածքների։ Այո, շատ հետաքրքիր դիտարկում արեցիք, մշակութաբանական արդեն դիտարկում,
մեր վարքաբանության վերաբերյալ, վարքի վերաբերյալ։ Իրոք, երբ որ փողոցում դրսում ինչ-որ Բաքվում ինչ-որ բան է կատարվում, որպես կանոն ասում է դա մեզ չի վերաբերում։ Ասենք մեկը գալիս է ծառ է կտրում, Բաքի ծառը, որը ձեր Բաքի ծառն է, ասում ես դե լավ, ինձ դա չի վերաբերում։ Մեկը գալիս է փորձում այդտեղ ինչ-որ կրպակ տեղադրի, ասում ես դե լավ, ինձ դա չի վերաբերում։ Սա շատ այսպես վատ մոտեցում է, սխալ մոտեցում է իրականում։ Հիմա մոդա է, չէ, գրում են ես սիրում եմ իմ քաղաքը, իմ քաղաք, այդ համբույրչևոյ բանալի բառը իմն է, չէ։ Հիմա եթե քաղաքը քոնն է, բակը քոնն է, քաղաքը քոնը չի, չէ, այսինքն փոխաբերական իմաստով ես ասում, բայց այդ փոխաբերության մեջ կա որոշակի զգայական, էմոցիոնալ, նաև սեփականատիրական բան, որ դու հոգատար ես, նաև քոնը, այսինքն քաղաքի հանդեպ հոգացության իմաստ ունի, սրտացավության, հոգացության։ Հիմա այդ սրտացավությունն ու հոգացությունը պիտի արտահայտվի կոնկրետ գործողության մեջ։ Եթե դու տեսնում ես Բաքվում ինչ-որ բան է տեղի ունենում, ինչ-որ վատ բան է տեղի ունենում, դու պիտի դրան արձագանքես, որտեղ այդ Բաքի նաև տերը ի թիվս այլոց նաև դու ես, այսինքն այդ Բաքի պահպանության, Բաքվում այդ ծառը որպեսի աճի, կանաչ լինի, թթվածին տաս, տվել անի քեզ ամառվա շոգին, դա էլ է քոնը։ Այս պարագայում շատ կարևոր է, այո, արձագանքել, չլինի նախաձեռնող լինել, չլինել պասիվ, լինել նախաձեռնող ակտիվ քաղաքացի, այն առումով որ ես ընդհատում եմ։ Բժշկին մենք չենք ընտրում, բժիշկը դառնում է բժիշկ, անկախ մեր կամքից, հետո մենք գնում ենք իր մոտ բուժվելու եւ իրանից շատ լուրջ պահանջներ ենք ներկայացնում։ Իսկ համայնքի ղեկավարին մենք ենք ընտրում, բայց այդ պահանջկոտությունը չենք ներկայացնում։ Հետևից խոսում ենք, բաներ ենք ասում, բայց խնդրով չենք դիմում։ Համարեք, որ ցանկացած տարածք ունի իր պատասխանատուն։ Ինչպես մեր պարոն Ատինյանը ներկայացրեց, հանրային տարածքների պատասխանատու համայնքի ղեկավարությունն է, որոնց պետքա դիմեք, նրանք ձեր համար են աշխատում, դուք եք նրանց նշանակում եւ դուք էլ պետքա պահանջեք, եթե չպահանջեք, խնդիրը չի լուծվի։ Նույնն է կրկնոց որ հիվանդանաք ու չդիմեք բժշկի, կամ եթե բժիշկը ձեզ բավարար չբուժի, ասեք դե մի ոչինչ սենց եղավ, այս մի անգամ էլ թող սենց է, թող ձերս կտրեն, ոչ թե բուժեն ասենք։ Այդ ձև չի լինում, անպայման հետամուտ եղեք, ինչպես ձեր առողջությանը։ Իհարկե, մեր հասարակությունում հենց նույն առողջության, առավել ևս հոգեկան առողջության նկատմամբ էլ այդքան մեծ պահանջկոտություն չկա։ Մինչև դանակը ոսկորին չի հասնում, մարդիկ չեն դիմում։ Բայց հիշեցնեմ, որ հոգեբուժական օգնությունը Հայաստանի Հանրապետությունում անվճար է, այսինքն որևէ ֆինանսական ծախս դուք չունեք անելու, եթե ձեր հոգեկան առողջության խնդրով դիմում եք պետական պատվեր ունեցող կազմակերպությունում աշխատող որևէ հոգեբույժի, բոլորը պարտավոր են ձեզ անվճար օգնել։ Հետևաբար, հոգեբանական հարցը մի քիչ դժվար է, բայց հոգեբուժական խնդիրը պետությունը լուծել այդ հարցը։ Ճիշտական մասնավոր կազմակերպությունը, ինչպեսին հոգեսոցիալական կարգավորման կենտրոնն է, որը վճարովի ծառայություն ունի մատուցում, բայց ամենևին պարտավորված չի որևէ մեկը օգտվել մեր ծառայությունից։ Իրանք գումար են վճարում դրա համար համապատասխան բաների դիմաց, բայց անվճար ստանալու իրավունք ունեն։ Նույն ձևի անվճար ծառայություն ստանալու իրավունք ունեն ցանկացած համայնքային ղեկավարությունից դիմելով նրանց։ Մեր այս խոսակցության իմաստը ոնց որ նա է լինում, որ ինչպես առողջության հետ կապված խնդրի դեպքում դիմում ենք մասնագետի, նույն ձևի մտածեք, որ հանրային տարածքը, որը ձեր բնակարանը չի, բայց ձեր բնակարանի պես ձեզ է պատկանում, բոլորին է պատկանում, այդ թվում նաև ձեզ, ու քանի որ բոլորով չեն կարող ինչ-որ բան անել, շուտ մեկին կամ մարդկանց ընտրում են, որպեսզի նրանք կառավարեն դա եւ ծառայեն մարդկանց, ինչպես բուժաշխատողներն են ծառայում, իրենց օգնությունը ցուցաբերում են, կամ քաղաքացին է վճարում, կամ պետությունն է վճարում։ Այս դեպքում համայնքային պետական ծառայությունները պետությունն է վճարում, դուք ընդհանրապես վճարելու բան չունեք, դուք վճարում եք ձեր հարկերը, եղեք պահանջկոտ, սա իմ մոտեցումն է, բայց կխնդրեմ պարոն Անդինես ամփոփեք ձեր հիմնական ուղերձը կապելով այս հանրային հոգեկան առողջությունը հանրային տարածքների հետ։ Հանրային տարածքների վերաբերյալ իմ բազում ուսումնասիրությունները երկու շատ կարևոր ըստ իս մտքի հանգեցին։
ըստ էության մենք կարող ենք արձանագրել, որ հանրային տարածքների մի քիչ ընդլայնված ասենք, հանրային արժեքի, հանրային բարիքի հանդեպ հասարակության հոգացության եւ ուշադրության մակարդակը բնորոշում է այդ հասարակության քաղաքակրթական մակարդակը եւ նույն հանրային տարածքների կամ հանրային արժեքի բարիքի, միասին վերցրած հանրային արժեքի պահպանության, պաշտպանության, հավուր պատշաճի այդ արժեքի այսպես կենսունակության ապահովման պարտականության արդեն ունակությունը, թե որքանով է կարողանում ճիշտ ձևով այդ խնդիրը կարգավորել, արդեն բնորոշում պետության, տվյալ պետության քաղաքակրթվածության մակարդակը։ Մենք այստեղ պետության եւ հասարակության քաղաքակրթվածության մակարդակները իրապես կարող ենք չափել նրանով, թե այդ պետությունն ու հասարակության ինչպես են վերաբերվում հանրային բարիքին, հանրային արժեքին։ Այս առումով շատ կարևոր է արձանագրել, որ մենք պիտի ամեն ջանք գործադրենք ըմբռնելու, գիտակցելու, հասկանալու հանրային բարիքի կարևորությունը։ Այդ հանրային արժեքի, հանրային բարիքի շարքին է դասվում իհարկե նաև հանրային առողջությունը։ Եվ հանրային առողջության նկատմամբ այդ քաղաքացիների հոգացությունը պիտի հնարավորինս բարձրացվի եւ նրանց գիտակցությունը, նրանց մշակույթը, քաղաքակրթական մշակույթը քաղաքացիների պիտի հնարավորինս բարձրացնել եւ ծառայեցնել այդ հանրային բարիքի պահպանությանը։ Նմանապես նաեւ պետության ասպեկտով հանրային արժեքի, հանրային բարիքի ճիշտ եւ նպատակային օգտագործման պահպանության պետության պարտականությունների արդեն կատարման առումով պետությունը պիտի ձգտի մաքսիմալ այդ խնդիրները կարգավորել հավուր պատշաճի։ Շնորհակալություն պարոն Հարությունյան, սիրելի հետևորդներ, մեր հյուրն էր հանրային կառավարման մասնագետ Զելոք Հարությունյանը, մենք խոսում էինք հանրային տարածքների, հանրային առողջության, հանրային հոգեկան առողջության մասին, թե ինչքանով ստացվեց այդ կապը, դուք ինքներդ կդատեք, հիշեցնեմ, որ մեր կենտրոնի կարգախոսն է ցանկացած խնդիր միշտ ունի լուծում, հետևեք մեր էջին եւ կլինեք